Թեմանյա հեռուստաընկերության ուղիղ եթերում ժամը լրատվականն է, բարև ձեզ։ Լեհաստան պաշտոնական այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Վարշավայում հայկական պուրակի անվանակոչության արարողությանը։ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ մասնակցել է հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը։ Վարշավայից Արկադի Գրիգորյանի ռեպորտաժը։ Վարշավայում հայկական ներկայությունն այսօրվանից ավելանում է ևս մեկ հասցեով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 3 ժամը 17:22-ին գրանցել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Իրանի տարածքում, Խոյ քաղաքից 15 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-ից 6 բալ։ Նյու Յորքում, որտեղ բնակվում է ավելի քան 8 միլիոն մարդ, կարելի է հանդիպել ցանկացած ազգության ներկայացուցչի, տարբեր ժողովուրդների երաժշտության եւ արվեստի։ Ըստ փորձագետների դա աշխարհի թերևս միակ քաղաքն է, որտեղ խոսում են տասնյակ լեզուներով։ Թեման շարունակում են Ամերիկայի ձայնի մեր գործընկերները։ Աշխարհում քիչ են այն քաղաքները, որոնք իրենց բազմազանությամբ կարող են մրցակցել Նյու Յորքի հետ, ուր կարելի է լսել աշխարհի հարյուրավոր լեզուներով եւ բարբառներով խոսող մարդկանց։ Սիրիայի Իդլիբ գավառի քրիստոնյաներով բնակեցված գյուղերից մեկում սիրիական ֆրոնտը Ալ-Նուսրա խմբավորման զինյալները սպանել են Ֆրանսուଆ Մուրադ անունով կաթոլիկ վանականի, որը փորձել է բռնություններից պաշտպանել Սուրբ Անտոնիոս վանքի միանձնուհիներին եւ քրիստոնյաներին։ Տեղի բնակիչների խոսքով Մենաստանը միակ անվտանգ վայրն է ամբողջ շրջանում։ Նշեմ, որ վերջին շրջանում զինյալները սկսել են հարձակվել Իդլիբի քրիստոնյաներով բնակեցված գյուղերի վրա։ Միջազգային այլ լուրեր ամփոփ տեսաշարով։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, հաջորդը եթերում կլինի 16:30-ին, մինչ այդ ժամը։